Ֆրանսիայում Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնում եւ տոնավաճառում ազգային կինոկենտրոնը ներկայացրած էր վրացական անիմացիայի ազգային տաղավարով եւ մի քանի նախագծերով։ Ազգային կինոկենտրոնը տարածում է տեղեկատվություն, Վրաստանը ներկայացրել է ինչպես ազգային նախագծեր, այնպես էլ Սևծովյան անիմացիա հատուկ ծրագիրը, որը համատեղում է Վրաստանի, Ուկրաինայի, Բուլղարիայի, Ռումինիայի եւ Թուրքիայի երիտասարդ անիմատորների աշխատանքները։ Փառատոնի մրցույթային ծրագրի ժյուրիի կազմում էր Վրաստանի անիմատորների ասոցիացիայի հիմնադիր Մարիամ Կանդելակին։ Մշակութային ժառանգության շարժումը շրջակա միջավայրի պաշտպանության վարչության հետ համատեղ շարունակում է իր ավանդական սեզոնային ամառային արշավը։ Դմանիսիի 6-րդ դարի Սիոնի մշակութային հուշարձանի շրջակա տարածքը մաքրվել է բուսականությունից։ Արշավին մասնակցել են Դմանիսիի քաղաքապետարանի եւ Սակրեբուլոյի աշխատակիցները, ինչպես նաեւ տեղի երիտասարդությունը։ Մշակութային ժառանգության շարժումը նմանատիպ արշավ է իրականացնում տարբեր մունիցիպալիտետներում 2021 թվականից ի վեր։ Թբիլիսիի քաղաքային անտառ նախագիծը մոտենում է ավարտին։ Նախագծի շրջանակներում Թացմինդայի լանջերին արդեն վերանորոգվել է մինչև 700 հեկտար տարածք, տնկվել է 700,000 տնկին, վերանորոգվել է մինչև 45 կիլոմետր հետիոտային եւ հեծանվային արահետներ, ինչպես նաեւ 20 կիլոմետր նոր արահետ։ Նախագիծը իրականացվում է Թբիլիսիի քաղաքապետարանի եւ Քարթու հիմնադրամի միջև կնքված հուշագրի շրջանակներում։ Թբիլիսիի քաղաքապետը այսօր ստուգել է նախագծի ընթացքը։ ԱՄՆ-ի ներգաղթի եւ մաքսային ծառայությունը հունիսի վերջին 5 օրվա ընթացքում ձերբակալել է 10,000 մարդու։ Ըստ տվյալները պաշտոնապես չեն հրապարակվել եւ հայտնի չէ, թե որ նահանգում եւ քաղաքում են իրականացվել գործողությունները։ ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը նշում է, որ սա նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական խոստման կատարման մի մասն է կազմում։ Դոնալդ Թրամփը նշել է, որ աբսուրդ է, որ Միացյալ Նահանգները շարունակի իր միակողմանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ։ ԱՄՆ-ի նախագահը սոցիալական ցանցում հայտարարություն է հրապարակել այն մասին, որին կից է եղել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դաշինքին կատարվող ֆինանսական ներդրումները ցույց տվող դիագրամը, որի համաձայն ԱՄՆ-ի ծախսերը զգալիորեն ավելի բարձր են համեմատած մյուս անդամ պետությունների հետ։ Կիևում Ռուսաստանի լայնածավալ հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, 91 մարդ վիրավորվել է։ Դոնեցկի շրջանի վնասված բնակելի շենքի մոտ որոնողական փրկարարական գործողությունները շարունակվում են, որտեղ փրկարարները որոնում են փլատակների տակ մնացած մարդկանց։ Հուլիսի 3-ը Ուկրաինայի մայրաքաղաքում հայտարարվել է սգո օր։ Քաղաքի մունիցիպալ շենքերի վրա պետական դրոշները կիսով չափ իջեցված են, իսկ ժամանցային միջոցառումները արգելված են։ Սահմանապահ ոստիկանության աշխատակիցները ավարտել են անօդաչու թռչող սարքերի օպերատոր դառնալու հատուկ դասընթացները։ Ծրագիրը նախատեսված է սահմանապահ ոստիկանության աշխատակիցների համար, որոնք կզբաղվեն անօդաչու թռչող սարքերի շահագործման պետական սահմանի պաշտպանության գործընթացում։ Դասընթացը ներառում էր ինչպես տնտեսական, այնպես էլ գործնական ուսուցում, այդ թվում թռիչքի երթուղու պլանավորում, թռիչքի կառավարում, դիտարկում, որոնողահետապնդման գործողություններ եւ տվյալների համակարգում ցերեկ եւ գիշերը։ Հաշվի առնելով վերոնշյալ պրակտիկայի հաջող արդյունքները, այս տարվա ափամերձ պահպանության վարչության աշխատակիցները սահմանապահ ոստիկանության այլ ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ միասին այցելել են համապատասխան նախապատրաստական դասընթացների։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները նախնական համաձայնությամբ ձերբակալել են Ուկրաինայի քաղաքացու խմբի կողմից առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի վաճառքին նպաստելու մեղադրանքով։ Կատարված քննչական փորձառության արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները որպես ապացույց առևանգել են մեկ փաթեթավորված առանձնապես խոշոր չափի մեթադոն թմրանյութ, որը պատրաստվել էր վաճառքի համար։ Հանցագործությունը նախատեսում է 20 տարով կամ ՑՄ ազատազրկում։
Քննչական ծառայությունը կաշառք ստանալու համար ձերբակալել է մաքսային անցակետի աշխատակցին։ Կարմիր կամուրջ մաքսային անցակետի հերթափոխի պետը ձերբակալվել է խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Քննչյան պարզվել է, որ մեղադրյալը իր ծառայողական պարտականությունները կատարելիս քաղաքացուն խոստացել է, որ նա կօգնի առանց պարտադիր հայտարարագրման ներմուծել 200,000 ԱՄՆ դոլար, վերոնշյալ պաշտպանության դիմաց պետական պաշտոնյան պահանջել է յուրաքանչյուր դեպքի համար 8,000 ԱՄՆ դոլար կաշառք։ Քննչական ծառայության աշխատակիցները ձերբակալել են մեղադրյալին անմիջապես այն բանից հետո, երբ նա ընդունել է նախկինում պահանջված գումարի մի մասը 4,000 ԱՄՆ դոլարը։ Վերոնշյալ հանցավոր արարքի աուդիո եւ տեսահապացույցները ձեռք են բերվել։ Պաշտոնյային արդեն մեղադրանքի առաջադրվել խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Հանցագործությունը նախատեսում է 7-ից 11 տարի ազատազրկում։ Ազգային շարժման նախագահ Թինա Բոկուչավան ներողություն է խնդրում հանրությունից իր անկեղծության համար։ Նրա խոսքով կուսակցությունը ստել է 2 տարի առաջ, երբ նա նախագահի պաշտոնում փոխարինել է Լևան Խաբեիշվիլիին, եւ այդ փոփոխության պատճառը Խաբեիշվիլիի առողջական վիճակն էր։ 2 տարի անց Թինա Բոկուչավան խոստովանում է, որ իրական պատճառը այդ ժամանակ ընդդիմությունը միավորելու փորձն էր եւ որ մի շարք քաղաքական գործիչների համար Լևան Խաբեիշվիլին կլիներ անընդունելի քաղաքական առաջնորդ, ուստի նա փոխարինել է Թինա Բոկուչավան։ Իշխող թիմը պնդում է, որ ազգային շարժման կողմից ստերն ու անկեղծությունը զարմանալի չեն։ Եվրախորհրդարանի հայտարարությունը եւ այն շեշտադրումները, որոնցում հիշատակվում է Վրաստանը, ինչպես նաեւ Թուրքիան որպես տեխնացու երկրներ, որը զրկվում է Եվրամիությանը միանալու հնարավորությունից, կրկին գնահատականների թեմա են։ Եվրախորհրդարանի հայտարարությունը թվագրված է հունիսի 17-ով, չնայած Եվրախորհրդարանը այն տարածել է սոցիալական ցանցում 2 օր առաջ։ Այս հայտարարության համաձայն Վրաստանում տեղի ունենում ժողովրդավարական հետընթաց։ Ընդգծվում է, որ Եվրամիության եւ անդամ պետությունների ներգրավված պետք է խստորեն կախված լինի Վրաստանի ինքնիշխանությունից։ Նախարարների կաբինետի նիստի ընթացքում ստորագրվել է Վրաստան-Ուզբեկստան տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր։ Արտաքին գործերի նախարարի խոսքով կողմերի կողմից ստորագրված փաստաթուղթը զգալիորեն կբարելավի եւ կամրապնդի հաղորդակցությունը։ Բոչորիշվիլին կենտրոնացել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հետ հարաբերությունների խորացման կարեւորությանը եւ այս ուղղությամբ առկա ներուժի վրա։ Էկոնոմիկայի նախարարը իր գործընկերոջ հետ քննարկել է առևտրատնտեսական հարաբերությունների խորացման ուղղությունները։